Կրոնաբարոյական հարցերի մասին Հիսուսի հիմնական ուսուցումները համադրված են Լեռան քարոզում, ուր կարևոր տեղ է տրված նաև պահքին։ Այնտեղ Հիսուսն ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը։ Այլ երբ դու ծոմ պահես, օծիր քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո հորը գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»։ Ուրեմն Հիսուսը առանց ընկնելու պահեցողության գործնական մանրամասնությունների մեջ սովորեցնում է, թե ինչ ոգով պետք է այն կատարել։ Ուրիշ առիթով փարիսեցիները Հիսուսին քննադատեցին, թե նա և իր աշակերտները պահք չեն պահում, ինչպես իրենք և Հովհաննես Մկրտչի աշակերտները։ Դիտողությունը անհիմն չէր, արդարև Հիսուսը և իր աշակերտները պահեցողություն չէին անում, սակայն մենք ի պաշտպանություն նրանց կարող ենք ասել, որ Հիսուսի և նրա աշակերտների գրեթե ամբողջ կյանքը պահեցողություն էր։ Ուրիշների ողորմությամբ ապրող և քաղաքից քաղաք կամ գյուղից գյուղ թափառող մարդիկ էին։ Ինչ ունեին կամ ինչ էին ուտում, որ պահեցողություն անեին։ Իրենց անօթությունը հագեցնելու համար հաճախ արտերից ցորենի հասկեր էին պոկում և ափերի մեջ տրորելով ուտում։ Սակայն Հիսուսը տարբեր անկյուններից է հարցին նայում և նրանց պատասխանում հետևյալ ձևով. «Մի՞թե կարող եք հարսանքավորներին հրամայել, որ ծոմ պահեն, որքան ժամանակ, որ փեսան նրանց հետ է։ Կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի, ապա այդ օրերին ծոմ կպահեն»։ Ուրեմն Հիսուսը նախատեսում և անուղղակի թելադրում է, որ արդարև իր հետևորդները իր մահից հետո պահեցողություն կանեն։ Եվ արդարև տեսնում ենք, որ եկեղեցին Քրիստոսի համբարձումից հետո կիրառում է պահեցողության սկզբունքը, առանց սակայն այն հատուկ օրենքի վերածելու կամ որոշ օրերի ու շրջանների հետ կապելու։ Պահքը տակավին բնական և ինքնաբուխ մի երևույթ է, որը որևէ անհատ կամ խումբ կատարում է և դրա պետքը զգում է։ Ըստ այսմ, առաջին քրիստոնեական, քարոզչական, պաշտոնական ձեռնարկը սկսվում է պահքով և աղոթքով։ Անտիոքում, որը Երուսաղեմից հետո դարձավ քրիստոնեական երկրորդ մեծ կենտրոնը, կային մարդիկ, ովքեր կոչվում էին ճակերտավոր մարգարեներ և վարդապետներ։ Երբ նրանք իբր թե Տիրոջ պաշտամունքի մեջ էին և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Բարնաբասին և Սողոսին առանձնացրեք ինձ համար, որ անեն այն գործը, որին ես դրանց կոչել եմ»։ Այն ժամանակ ծոմ պահելով և աղոթելով ձեռք դրեցին նրանց վրա և ուղարկեցին։ Գրեթե նույնը Պողոսը և Բարնաբասն արեցին, երբ իրենց կարգին նորակազմ քրիստոնյա համայնքների համար երեցներ ձեռնադրեցին, պահեցողությամբ հանդերձ աղոթք արեցին և նրանց հանձնեցին Տիրոջը, որին հավատացել էին։ Պողոս առաքյալը, երբ հակադրվում է հիշել իր վաստակները, հաստատում է, որ հաճախ ենթարկվել է նաև քաղցի և ծարավի, առանց մի պատառ հացի։ Աստվածաշնչի թե՛ հին և թե՛ նոր կտակարաններից մեզ ավանդված հրահանգների և տրված օրինակների այս լույսի տակ մեզ համար անհասկանալի է մնացել, թե ինչպես կարող են պահքի օրենքը անտեսել կամ բացահայտորեն նրա դեմ պայքարել
հատկապես այն քրիստոնյաները, ովքեր իրենց հավատքի և գործի ամբողջ շենքը ցանկանում են կառուցել լոկ Աստվածաշնչի տվյալների վրա։